Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, գործարար ալիքի եթերում հարկեր դուրքեր կրքեր փմձասոցիացիայի հեղինակային հաղորդումն է։ Ես Հակոբ Ավակյանն եմ, փմձասոցիացիայի նախագահ, այսօր շատ հետաքրքիր հյուրին ունենք Հայկ Նաշեկյան, ով Շտիգեն ընկերությունների խումբ, չէ՞, ընկերության խմբի հիմնադիր տնօրենն է, շատ տենց մեր ցուցանիշներով ինքը շատ պարտաճանաչ ու լավ բիզնես, կարելի ասել օրինակելի բիզնես մոդել։ Հայկի հետ մենք ծանոթ ենք 2012-ից, չէ՞, 12-ից, երբ որ ծնվում էր այս ընկերությունը, անկեղծ որ ասեմ, Հայկ ջան, տենց ասում, այն ժամանակ շատ տենց թերահավատորեն էինք նայում, որովհետև տենց էներգետիկ ոլորտում դեռևս սենց նորարարություններ, որ հիմա ենք արձանագրում, չկար, բայց դու ունեիր հավատ, ունեիր միտք, որոնք այսօր փառքաստու, ոնց մի մասը կարծում եմ փառքաստու իրականություն է դարձել։ Ողջույն, ոնց եք։ Շատ լավ ենք, շնորհակալություն հրավերի համար։ Եթե դեմ չեք, Հայկ ջան, հենց դույով խոսենք, նույնը կխնդրեմ, որ տենց մեր ձևաչափը տենց ավելի անմիջական է ու հենց խոսում ենք հարկեր դուրքեր կրքեր այս ձևաչափով, ճիշտ է, ձեր ընկերությունը կարելի ասել վաղուց գերփոքր ու միջին չի իր ցուցանիշներով, որը շատ լավ է, էլի ուրախացնող է, բայց կուզենամ ընդհանուր բիզնես միջավայրի նաև ձեր ինչ որ պահին եղել է փոքր, ինչ որ պահի միջին ու հետո նաև խոսենք մեր ՓՄԶ-ների համար ինչ ճանապարհով ու ինչ խնդիրներ։ Ու առաջինը հենց ուզում եմ խոսենք ընդհանուր այս վերջին շրջանում պետություն մասնավոր երկխոսության ու որոշումների կայացման որակի դուք ոնց եք գնահատում, թե ձեր ոլորտի մասով, թե ընդհանուր առմամբ են։ Ու երևի թե սկսենք մեր վերջին հանդիպումը հենց տենց ձևաչափով էր եղել ապրիլի 18-ին վարչապետի հրավիրած բիզնես ֆորումին, հենց դա որպես օրինակ վերցնենք, դա համարում եք որպես տենց լավ կայացած ֆորում էր, ինքը իր նպատակին ծառայեց, չծառայեց։ Նախ կարճ մի քայլ հետ անեմ, ՊՄԶ երևույթի հետ կապված, պարզապես քանի որ իմ կյանքի մի մասը տենց այդպես ստացվել է, որ ես նվիրել եմ հենց ՊՄԶ ոլորտի զարգացմանը, շատ թիքիչ որոշակի ընկալումներ ունեմ այդ քաղաքականության, ընդհանրապես աշխարհում ինչ մոտեցումներ կան եւ այլ, դրա կարեւորության տեսանկյունից կարծում եմ, որ դա մտածողության վրա ազդող մի գործոն է, որ անկախ նրանից թե դու խոշոր ես, թե ոչ խոշոր ես, այսպես թե այնպես դու նկատի ունենում ես եւ հաշվի առնում ես այդ մոտեցումները եւ սկզբունքները եւ քաղաքականությունները, դա մեկ։ Երկրորդը հայաստանյան չափորոշիչներով մենք կարող ենք համարվել խոշոր ընկերություն, չգիտեմ, 1000 հարկատուների մեջ կարծեմ 217-րդ տեղն ենք զբաղեցնում եւ այլ, բայց պետքա չմոռանանք, որ մենք բոլորս գտնվում ենք այս մի փոքր մոլորակի վրա, որը արդեն փոքր է, մենք հասկանում ենք, եւ այդ փոքր մոլորակի անկախ մարդկանց քաշած սահմաններից ունի իր օրինաչափությունները համաշխարհային տնտեսությունը, այդ համաշխարհային տնտեսության մեջ մենք այնուամենայնիվ ՊՄԶ ենք եւ չենք կարող գլոբալ ընդհանուր Հայաստանը մենք չենք կարող հաշվի չնստել այդ իրողությունների հետ, որտեղ եթե հաշվի չենք նստում, ինչ որ մենք քերի գալիս է, մեզ սկսում է բացատրել, թե մենք ինչ փոքր ենք, դե մի կաթիլ ենք եւ այլ, մենք պետք է հաշվի նստենք այդ իրողությունների հետ, որպեսզի մի կաթիլ չլնենք, գլոբալ պետք է մտածենք։ Հիմա անդրադառնալով ձեր հարցին, այո, նման փորձ, բայց այս ձեր նախաբանը ինձ հարցի տեղիք տվեց, խոսենք ավելի ուշ, խնդրեմ այդ հարցին ասեք։ Բայց դու ենք խոսում։ Ապրիլի 18-ին հանդիպմանը տարբեր գնահատականներ կարելի է տալ, անշուշտ պետք է դրական նայել հենց երկխոսության փորձին, որպես այդպեսին, բայց որպես փորձ։ Այո, բայց այսպես եթե դայնք կատարողականին, եթե դիտարկենք, ինչ հասանք, ինչ ունենք, լավ, ասես մնացորդում, հա, ինչ կոնկրետ ինչ ձեռքբերումներ ունենք, ցավոք սրտի շատ քիչ բան։ Ես տեսնում եմ, որ պետական մեքենան փորձում է ցույց տալ, որ ինքը բաց է, որ ինքը անկալունակ է, responsive է անգլերեն բառով ասած, հա։ Բայց ինչ որ պատճառներով այդ եթե sense ասենք երկխոս սիգնալը, հա, որ դու այստեղ սիգնալ ես ուղարկում եւ պետք է պատասխան ստանաս, կամ ճանապարհին է մնամ, կամ ինչ որ անհասկանալի տեսքով է հասնում տեղ, դա իրողություն է, որպես փաստ եմ ես արձանագրում։ Այդտեղ կարելի է տարբեր եզրակացություններ անել, ասել, դե ուրեմն իրենք չեն ուզում, կամ իրենք վատն են, կամ իրենք ընկալունակ չեն, կամ իրենք չեն կարող, շատ բաներ կարելի ասել, ու մի պատասխան չկա այդ հարցին։ Ես ինքս ինձ համար ընդունում եմ մի ձևակերպում կամ բանաձև, որ
ուրեմն նշանակում է իսկ ես դա միակ օբյեկտն եմ, որը կարող եմ փոխել դրա համար եմ այդպես ասեմ, ուրեմն նշանակում է ես ինչ-որ բան պակաս եմ արել, լավ չեմ արել կամ այլ կողմից պետքա փորձեմ մոտենալ խնդրին, այլ գործընկերների հետ, այլ ձևաչափով կամ միգուցե ընդհանրապես հույսս չդնեմ այն հանգամանքների վրա, որ պետությունը պետական մեքենան ինչ-որ ծրագրեր կիրականացնի, կմտածի, կմշակի, ես մասնավոր հատվածում այդ լուծումներին գամ եւ ինչ-որ իմաստով պարտադրեմ այդ անհրաժեշտությունը, որպեսզի տնտեսությունը Շատ լավ, այդ ասма դասական բանն եք ասում, օրինակը, երբ որ երկխոսությունը շատ կոպիտ բառերով չասեմ, այդքան էլ արդյունավետ չի, հա, հենց այդ ձեր ասած, այդ լրիվ համաձայն եմ, որովհետև ես ինքս տեսակ այդ իմ համար ամենաառաջինը այդ էր, որ հենց ՓՄԶ-ի ու գերփոքրի ներկայացված չէր այդտեղ ու պանելային քննարկումներն էլ արվում էր այնպես, ոնց որ ավելի շատ պրեզենտացիա արվեր, էլի, էս ենք արել, իսկ երկխոսություն չկար ի վերջո ինչա։ Նու արդյունքում այդ ստացվեց երրորդ արտահերթ բանը կազմակերպել, բայց որպես վերջնարդյունք, ինչպես դուք ասացիք, հենց կառավարության ղեկավարն էլ վերջում ասաց, այնքան հարց տվեցիք, չեմ կարողանում կենտրոնանամ, որը վերցնեմ էլ, ասաց ես համարում եմ իմ հարցը լուծված է, այսինքն արել եմ, դուք մտածեք, այդտեղ բնական է դա ճիշտ գնահատական չէր, ու տենց արձագանքեցինք, որ իրականում լուծված չի, հենց սա էլ ցուցանիշ է, որ այնքան հարց կա, որ չեք կարողանում կենտրոնանալ, այսինքն այդտեղ ձևաչափի հարց կա, բայց վերադառնալով ձեր ասածին, որ ասում եք ես համարում եմ, որ դնում եմ դա մի կողմ, ես փորձում եմ ինքս անել, հա, process-ները շարունակել անել, անկախ դա։ Այո, դա էլի դասական մոդելն է, որ ասում եմ հանգիստ ես թողում պետական ապարատին, ասում ես լավ, ես կանեմ, հետո կտեսնեն, որ իմ մոտ ստացվում է։ Հնարավոր է, բայց դա ամենադժվար ու բան ճանապարհն է, էլի։ Չասեմ ամենադժվար, բայց դժվար ու դանդաղ ճանապարհն է։ Այսինքն ձերն առաջի ասացի հետ, որ մենք պետք է հաշվի նշենք գլոբալ աշխարհի տնտեսական, այսպես խաղացողների հետ եւ օրինաչափությունների հետ եւ այո, ես այդտեղ համաձայն եմ, որ Հայաստանը իր ամենամեծ ջանքերով էլ այս պահին, եթե այդպես գերագնահատենք նույնիսկ մեր կարողությունները, միևնույնն է մենք աշխարհի տնտեսական բանում սեղանին մենք ՓՄԶ ենք, էլի, նույնիսկ գերփոքր շատ դեպքերում։ Կարող է ոլորտային ինչ-որ բաներ ունենք, այսպես ճեղքումներ ունենք, բայց համաձայն եմ ձեր գնահատականի հետ։ Հիմա որպեսի նախ այդ ձեր ասած ու երկրորդը, հետեւաբար ստացվում է, որ եթե պետությունը այդ հավասարակշռված չի անում այդ ամեն ինչը, որ քո տնտեսությունը, քո բիզնեսը լինի գոնե բավարար հավասար խաղացող գլոբալ բանում, ապա անհատ վերցրած Շտիգեն ընկերությունը ու Հայկը, ես գիտեմ ինչքան ջանքեր եք դնում, տենց փորձում անդադ նորարարություններ անել եւ այլն, այո, հասնելու է ինչ-որ արդյունքի, բայց դա լինելու է ավելի դանդաղ, քան կարող էր լինել, եւ նորից էլի լինելու ենք նույնիսկ ձեր ոլորտում լինելու ենք ՓՄԶ աշխարհի քարտեզում։ Նայեք, Այս կտորի համաձայն եք, թե էլի բան գնահատական է ինքը։ Ես sense եմ անցալում բոլորս սովորում ենք իրավիճակը դինամիկ փոխվում է եւ չի կրկնվում ուստի այդ փորձը հանդիպում կազմակերպելու երկխոսելու ես իհարկե կարելի է քննադատել շատ բայց դա ինչ արդյունք է տալու Հիմա ես եզրահանգումներով դուրս եմ գալիս այդտեղից եւ Նա արդյունք է տալու առնվազն որ հաջորդը ավելի լավ մտածեն ու փորձեն ավելի արագ միգուցե չի տալու Այդ ամենանվազագույն արդյունքն Հիմա նայեք միտեղ ինչ որ մեկն ասել էր այդ բաների կոնսուլագերների մասին որ 3 տեսակի այնտեղ այսպես ասած բնակիչներ են եղել ամենաշուտը հիասթափվել եւ կոտրվել են նրանք ովքեր մտածել են որ դա շատ արագ կանցնի հա ինչ որ մարդիկ ովքեր որ միջանկյալ ինչ-որ կարգավիճակով մի քիչ ավելի շատ են դիմացել, բայց ի վերջո հաղթահարել են այդ փորձությունը այն մարդիկ, ովքեր որ զբաղվել են կոնկրետ առօրյա իրենց հարցերը լուծելով։ Հիմա գիտեք, լիքա հարթություններ ու հանգամանքներ կա, որ մենք չենք էլ տեսնում գլոբալ աշխարհակահաղական իմաստով։ Մենք չգիտենք այսօր ինչ մարտահրավերների դեմ է մարտնչում մեր պետությունը, հա, մենք չգիտենք, ես չեմ ուզում որևէ այդտեղ ոնց ասեմ ճաշակային ինչ որ նախասիրություններ ասեմ կամ չասեմ, ես ասում եմ ես որպես բիզնես այդ հարթության ինչ որ մի մարտիկ եմ, հա։ Իմ հաջողությունները այնպես չի որ 100%-ով կախված են պետության արած չարածից, այո կախված են։ Եթե համատենք օրինակ հարևան երկրների քաղաքականության հետ ԱՄՆ-ն չէ Թուրքիան, հա, կամ ԱՄՆ-ի այսօրվա բաները հարևան չի, նկատում եմ որպես երևույթ, հա, Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, ԱՄՆ
այնտեղ պետությունը շատ դեպքերում ինչ է անում, ինքը բիզնեսին շատ լուրջ գործիքակազմ է տալիս գնալու զավթելու աշխարհը։ Այդ իմաստով հա մենք կարանք բողոքենք։ Մենք կարանք ինչ որ իմաստով ասենք որփի պես ընկած աշխարհով բան ենք անում, հա, փորձում ենք ինչ որ դռներ պատուհաններ ջարդել։ Սակայն դա այսպես շրջանակաձև երևույթ է։ Ի վերջո պետությունն էլ դա մեր հարկերից, մեր ընտրությունների արդյունքում ձևավորված այսօրվա իշխանությունն է, այսօրվա ինստիտուտներն են, դա մենք ենք։ Մենք չենք կարող դա մեզանից կտրել։ Այն ապարատն է, որին մենք պահում ենք մեզ սպասարկելու համար։ Այո, ես դա այդպես եմ վերաբերում դրան եւ ասում եմ քիչ առաջ որ տենց խոսում էինք, ես մտածում եմ այս չգիտեմ, այս ֆայլը պահեմ թե չպահեմ, մի քիչ առաջ ասեցի, նույն բառն եմ ուզում կրկնել։ Երկարաժամկետ իմաստով ես այդպես եմ մտածում։ Հիմա գիտեք, ես հայ եմ, ես հայկական բիզնես եմ, ես կարող եմ մի օր միգուցե որոշել ասել ինձ համար ավելի հարմար միջավայր է, չգիտեմ, Դուբայում կամ մեկ այլ տեղ տնտեսական դաշտում բիզնես վարելը, որտեղ որ պետությունը տալիս է այդ հնարավորությունները որպես այդ տեղի ռեզիդենտ, հա։ Ես ընտրել եմ այս տեղի ռեզիդենտությունը ինչ որ պատճառներով։ Ես պայքարում եմ այս տեղի ռեզիդենտությունը ավելի հզորացնելու, ավելի հետաքրքիր, այսպես ասած, փաթեթ սարքելու, հետո էլ որպեսզի գլոբալ, այդ քիչ առաջ ասածս գլոբալ իմաստով էքսպանսիա անեմ, զարգանամ։ Ես կարող եմ ձեր հարցին լիարժեք չեմ պատասխանում։ Չէ, հասկացա, բանն է։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ դրանք զուգահեռ գնացող իրողություններ են։ Անկախ նրանից, թե պետությունը ինչ կանի, ինչպես կանի, լավ կանի, վատ կանի, ես հասկանում եմ, որ դա իմ իմաստն է, ես դրա մի մասն եմ, դա իմ ընտրությունն է, ես այստեղ եմ աշխատում։ Համաձայն եմ։ Այնուամենայնիվ, բայց ձեր խոսքում էլ ասացիք, որ բաներ կան, որոնք այո, շատ հարցեր կախված է հենց Իրանից, մարդուց ու բիզնեսից, Անշուշտ։ բայց ավելի հենց այդ կոնտեքստում հարցս տվեցի, ոչ թե բողոքելու իմաստով, այլ հենց ձեր նախաբանում ասացի, այդ որ համաձայն եմ, համաշխարհային քարտեզում անելու համար այդտեղ չես կարող առանց պետական բանի։ Կարելի է բերել օրինակ նույն Իսրայելի օրինակը, ասենք աշխարհագրական, չգիտեմ, տարածքային այլ իմաստներ։ Հիմա լիքը մարդիկ ինձ ասում են, դե դու ինչ ես համատում, բան եւ ես ասում եմ, այո, չպետք է համատվենք, պետք է ավելի լավ լինենք։ Այդտեղ թե ինչ երազանք ունենք մենք որպես բիզնես, հա, հիմա ՓՄԶ-ի իմաստն ենք խոսում, ՓՄԶ-ն այ հիմա ուզում եմ գամ երազանքներին։ Բայց ՓՄԶ-ը մեր համար ինչ կերպար է, դա ընչարկաշ աշխատանք կատարող մարդն է, թե մի մարդա, որ ասում է ես 5 հոգանոց թիմով կամ 15 հոգանոց կամ 35 հոգանոց թիմով պատրաստ եմ 30 երկրում գործել։ Շատ լավ, այս մեր նախազրույցում էլ մենք այս խոսակցությունը ունեցանք ու այդտեղ տենց շատ էական չի տարբերությունը իմ ու ձեր ասացի մեջ, բայց խնդիրը ինչն է, էլի, որ կարող է ես մի ձև պատկերացնեմ, այսինքն այսքան տարվա իմ ՓՄԶ-ի հետ աշխատանքը մի ձև պատկերացնեմ իր զարգացումը, դուք մի ձև ձեր անցած ճանապարհով եւ այլն, բայց ի վերջո sense դեպքերում ես ասում եմ լավ, արի չվիճենք, արի գնանք տեսնենք մեր պետական ապարատը ոնց է պատկերացրել, թղթին ոնց է տվել։ Այդ թղթերը տարբեր անուններ ունեն, բայց մեր երկրում դրա անունը ՓՄԶ զարգացման ռազմավարությունն է, որը անցածը այտենց չանդրադառնա, որովհետև շատ եմ անդրադարձել, ոնց էր գրված, ոնց չկատարվեց եւ այլն, այս պահին չունենք։ Հիմա եթե մենք նայում ենք վիճակագրական տվյալներով, հա, ինքը ՓՄԶ-ն ընդհանուր առմամբ, ասենք, ամենակարևոր բանը, որ անում է, հարկային եկամուտի մասով այտենց մեծ չափաբաժին մասնակցություն չունի, բայց օրինակ աշխատատեղերի ապահովելու մասով ունի 60-70%-ը ամբողջ ՓՄԶ-ն, գերփոքրը, այո, 40%-ն է ամբողջ աշխատաշուկայի մասն է, որի եթե նայում ենք տարածքային զարգացվածությունը, որը խնդրեմ է մեր երկրում ընդհանուր բիզնեսի 50%-ից ավելը կենտրոնացած է Երևանում, հա, այսինքն դա, այսինքն այստեղ ես որ միշտ ասում եմ իմ խոսքում, այստեղ զուտ հարկայինի մասը չի, հարկայինը մի վինտիկն է այդ կարգավորումների, բայց միշտ ասում եմ դա ամենաէմոցիոնալն է, այսինքն հենց բանի բիզնես տեսանկյունից, ու հետեւաբար ասենք մենք ինչպիսի ՓՄԶ ենք ուզում, մենք այսօր կարող ենք տարբեր կարծիքներ ասել ու ինչ հարց ենք ուզում լուծենք, բայց դու ինքդ օրինակ որ անցել ես այդ ճանապարհը, ասենք ինչպիսին կուզենայիր առաջի, նու բնական է մենք երկար է պետք է, բայց գոնե առաջի 3 քայլը որ պետությունը որպես քաղաքականություն աներ, որ այդ մեր գերփոքր բիզնեսը, գերփոքրը, ասում եմ, քո նախկին աշխատանքից բան չի փոխվել, չափանիշները նույնն է, էլի, մինչև 100 միլիոն շրջանառություն, մինչև 10 աշխատակից ունեցող բիզնեսն է։ Այսինքն որ մեր գերփոքր բիզնեսը
ավելի զարգացած լիներ։ Տես անդադ մենք խոսում ենք ու առաջի մարդը չես էլի, որ ասում ենք այնտեղ բանի խնդիր ունենք, օգտակարության խնդիր ունենք, հա, նույն արդյունավետության խնդիր ունենք, հա, ասենք իրանց բանով, հա, ունենք։ Բայց այդ մարդը, որ այդ բիզնեսը վարում է, ինքը շատ դեպքերում տեղյակ չի։ Ու այստեղ էլի ավելորդ չի նորից հիշատակեմ, որ մի քիչ առաջ որ խոսում ենք, էլ ոնց որ դպրոցները փակես, ասես գնացեք կրթվեք։ Հիմա այդ ՓՄԶ-ի կրթարանը մեր ՊՄԶ զարգացման ազգային կենտրոնն էր։ Լավն էր, վատն էր, ինքը իր դրական կողմեր ուներ, բացասական ուներ, բայց կար ու վստահ եմ քեզ ծանոթ շատ զարգացած երկրներում եվրոպական, նույնիսկ Գերմանիան եւ այլն, որտեղ հնայի 50% ավել են ապահովում ՓՄԶ-ները եւ այլն դիվերսիֆիկացրել են տնտեսությունը, այնտեղ շարունակում են մնալ այդ SME Development Policy Agency-ներ եւ այլն, էլի։ Ինչ առաջի 3 քայլ, որ մտքովդ կանցներ ու նաեւ առաջի 3 քայլ ՓՄԶ ոլորտի զարգացման հենց գերփոքրերի, հա, գերփոքրերի։ Դե ես ցանկացած բան քայլ առաջարկելուց առաջ կփորձեի հասկանալ, թե հենց ինչ ֆունկցիա ենք ապահովում պետության համար, երկրի համար։ Հիմա եթե դա խոսքը գնում է տնտեսական կամ տարածքային համաչափությունների մասին, դա լրիվ ուրիշ կատեգորիա է, որը որ ըստ իս կտարանջատեի ենթակառուցվածքների, չգիտեմ, ինչ որ ծառայությունների եւ ապրանքների հասանելիություն տվող եւ այլ, հա։ Ընդ որում ես հենց եմ համենայն դեպս կարծում եմ, որ դա մի քիչ այնպես ոչ բիզնեսային երևույթով մեր մոտ զարգացած է, այսինքն դու ցանկացած գյուղ գնաս եւ ասես ժողովուրդ քնելու տեղ ա պետք, ինչ որ մեկը կգտնվի, կասի արի մեր տանը քնի, հա, դա մեր մոտ կա։ Այսինքն ինչ որ ձև գտել ենք մենք այդ ծառայությունների կամ ապրանքների հասանելիություն ապահովել, հիմա դրան պետք է ինչ որ զարգացում ապահովել, միգուցե այլ տարբերակներ կան դա անելու։ Ես կտարանջատեի տնտեսական զարգացման լուրջ հեռանկարներ ունեցող սուբյեկտներին, անհատներին ու տեղ մի քիչ առաջ էլ որ ասացի, դա անհատներին թե ուղղությունները եւ կփորձեի որոշակի չափորոշիչներ դնել, որով որ ասենք այդ ծիլը, դա իմ համար զարգացման ծիլեր են, հա։ Օրինակ սրանից 14 տարի առաջ երբ որ Շտիգենը ստեղծվում էր, դա ծիլերից մեկն էր ու ասենք մի քանի ծիլեր տենց գնացել, այսօր դա մի քանի ընկերություններ երկրի խոշոր տնտեսվարող սուբյեկտներ են այդ ոլորտում հենց հանդիսանում, իրենք մեծ արժեք են ստեղծում եւ այլ, այսինքն նմանատիպ ծիլեր տարբեր ոլորտներում միշտ էլ ծագում են ու դա տնտեսական տնտեսության զարգացման օրինաչափ process է, երբ որ դու ճիշտ ես կատարում այդ ծիլերի մշակումը եւ սերմերը կամ չգիտեմ այլ ինչ որ իրենց նկատմամբ քաղաքականությունից մշակում իրենք ավելի արագ, ավելի շատ, ավելի մեծ են դառնում եւ դա տնտեսության զարգացման ի վերջո լոկոմոտիվ է դառնում, հա, ինչ որ տենց շոկեքարշ է դառնում, որ տանում է քո տնտեսությունը առաջ։ Դա միանշանակ կհասցեվորեի եւ կփորձեի, ասենք, շատ էֆեկտիվ քաղաքականություն վարել տեղ։ Ցավոք սրտի այսօր մեր թիմերը կարողությունների տեսանկյունից շատ թույլ են եւ չեն անցալում իրենց կողմից ՊՄԶ-ին, միկրոյին նախ եւ առաջ գերփոքրին հասցեավորված որևէ գործունեություն չեն հասցեավորում։ Գործիքակազմել չունեն իրանք։ Չունեն, բայց գործիքակազմը սովորաբար ձևավորվում է անկալումից հետո։ Հա, այդ անկալում չունեն, հա։ Միևնույն ժամանակ իրենք ունեն լիքը չօգտագործող տարածքներ, ինչ որ եսի ինչեր, որը կեսը քանդվել է, կեսը եսի ինչ վիճակում է, միջդեռ ասենք եթե մի թեթև մտածեն, իրենք կարող են ինչ որ ռեսուրսներ ուղղել տեղ եւ այդ տարածքները, գոնե տարածքները ավելի մատչելի ձևով տրամադրել տնտեսվարողներին, փոքր տնտեսվարողներին, գերփոքր անհատական պրոյեկտներ ան։ Եվ դրանով օրինակ կնպաստեին եւ այդ Երևանի գեր կենտրոնացման տեսանկյունից հակառակ միտումներին, մեկ երկրորդը կնպաստեին օրինակ մարդկային ռեսուրսի արտահոսքի զսպմանը դեպի Երևան, որովհետեւ ի վերջո այդ մարդը եթե իր տանը դրանը ստանում է ինչ որ մի բան, այլ ընտրանք ինքը մի քիչ ավելի շատ է մտածում գնալ Երևանը բան անել։ Հայկ թույլ մի հատ ենթահարց էլի, այս կարծեմ 2 օր առաջ էր հրապարակվեց Համաշխարհային բանկի այդ ոնց էր կոչվում entrepreneur ձեռներեցության policy ու դրա մեջ էլի առաջի տեղում ֆինանսների հասանելիությունն էր բաների համար հենց այդ գերփոքրերը այս հարցումների ամենամած կտորն էին ասել այստեղ էլի չէ ինձ թվում է նաև ինձ թվում է ծնվում են ու կորում են նաև լավ մրցունակ բիզնես գաղափարներ այդ հնարավորության ու բանի պակասի պատճառով
օրինակ ասենք ես կարծում եմ կարող է այտենց կողքից որպես գործընկեր էլի բանով այդտեղ շատ մեծ դերակատարում է ունեցել նաև քո փորձը, որ դու բանկային ոլորտը գիտեիր նաև ֆինանսների ներգրավման, ներդրումների, որտեվ ինքը շատ դժվար առաջի քայլեր է, էլի։ Բայց միևնույնն է, ասենք դժվարությամբ է շատ խառն է, то есть մի գործոն չի, եթե մենք խոսենք այսօր օրինակ տարատեսակ տնտեսական պրոյեկտներ ֆինանսավորելու կամ նախաձեռնություններ տենց համակարգող մարդկանց հետ շատ հաճախ կլսենք նաև պաշտոնյաներից, կլսենք, որ մենք չունենք բավարար քանակությամբ հետաքրքիր մրցունակ գաղափարներ, բիզնես գաղափարներ, դա ասվում է միգուցե, բայց հենց Դիլիջանյան հանդիպման այդ սեսիաներից մեկը նվիրված էր հենց կապիտալի եւ մարդկային ռեսուրսի ճիշտ խառնելու բանին, չէ, խնդրին։ Ու գերիշխում էր այն միտքը, որ ինստիտուտներ պետք է լինեն զարգացած, հիմա հենց իմ միտքն էլ է դրան տանում, որ մենք չունենք ձևավորված լավ ինստիտուտներ, ասենք, այդ բառը օգտագործենք, որը որ կտեսնի այ այն երեխան, չգիտեմ, 15 կամ 17 տարեկան ինքը ինչ որ բան իրանից ներկայացնում է, պետքա իրան ֆուտբոլը ոնց է, ասենք, տեսնում են, ասենք, չգիտեմ, որ տարիքից է, պայմանագրերը արդեն 20 տարվա կնքված է, այդ մենեջերը արդեն հասկանում, այսինքն երկարաժամկետ ինչ որ կայունություն է ստեղծում, այդ երեխան կարող է կենտրոնանա իր զարգացման վրա, չգիտեմ, իր սննդակարգն է մշակվում, իր պարապումներն է մշակվում եւ այլ։ Նույնն էլ բիզնեսն է, մեծ հաշվով շատ տարբերություն չկա։ Հիմա դու պետքա բացահայտես հետաքրքիր երևույթները, այդ բացահայտելու ընթացքում հասկանաս, որ կարող ես սխալվել, իսկ մեր պետական համակարգը ցավոք սրտի, մեր ՊՄԶ աջակցության համակարգը այսօր չգիտեմ ոնց է, այն ժամանակ երբ որ ես էի աշխատում, ինքը այնպիսի բաներ մոտեցում էր, որ պետք է անսխալական գործի, դու չես կարող անսխալական լինել։ Ասենք վենչուրային կապիտալում ոնց է, ասում եմ դու գնա չգիտեմ 100 բիզնեսի մեջ ներդրում արա, ընդունելը որ 90-ը մահանալու է, այն 10%-ը համարվում էր լավ ցուցանիշ, որ դու օգուտով աշխատել ես։ Հիմա ամբողջ աշխարհում եթե այդ մոտեցումը արդեն ընդունվել է որպես ստանդարտ, մեր մոտ մասնավոր բիզնեսը արդեն վենչուրային ֆոնդեր են ձևավորվել եւ այլ շատ դրական կա դա։ Ու բավականին լավ ձեռքբերումներ ունեն այդ ֆոնդերը մեր մոտ ու այս համաշխարհային քարտեզի վրա արդեն կան։ Կանք, այսպես ասած, հա, մասնագիտացված, նույնիսկ միջազգային արդեն ընդունված հարցերով գալիս են, ասենք, հենց մեր հայկական ֆոնդերին հետում։ Դա որպես դրական երևույթ մեր մոտ անշուշտ կա, բայց եթե ես ասեմ, օրինակ, չգիտեմ, Քյավառում կամ Կապանում կամ չգիտեմ, Համզաչիմանում, հա, ինչ որ մի հատ երեխա, որ հետաքրքիր ոնց ասեմ, սերմեր է կա իր մեջ, բայց ինքը իր մտքերը, իր պոտենցիալը չի էլ կարողացել արտահայտել։ Իրացնի կամ նույնիսկ արտահայտի, հետո իրացման մասին։ Այդտեղ ցավոք սրտի մենք կաղում ենք ու ես պետք է նշեմ, որ այդտեղ հենց մասնավոր նախաձեռնություններն են, որ աշխատում են մեր մոտ։ Ինչ որտեղ կիսատ, ինչ որտեղ ինչքան որ ռեսուրս ունեն, հա, անունները երևի հայտնի են, ասենք չեմ ուզում տենց տպավորի որ գովազդ եմ ստեղծում, թեև իրենք արժանի են, որ իրենց գովազդեն աչուձախ, բայց ցավոք սրտի մեր պետական մեքենան այդտեղ թիմը, պետությունը, հա, կենտրոնացված իմաստով մենք դեռ չենք կարողացել այդ պոտենցիալն իրականացնենք։ Ու երբ որ գալիս ենք դրանից հետո նոր խոսում ենք ֆինանսների հասանելիության մասին, որտեղ դրանից առաջ դա երազանքներ են, փող լիներ կանեի վիճակն է, հա։ Դու չես հասկանում քանի անգամ ես սխալվել, ինչքան փող ես կամոն տալու, որ գաս ինչ որ մրցունակ, ինչ որ այսպես ասած հղկված հեռանկարային գաղափարի։ Բայց բոլորս երազում ենք, որ փող լիներ կանեի։ Այսինքն այդ իմաստով կա նաև թուրընկալում համաշխարհային բանկի կամ այլ ինչ որ հրապարակումներում, բնականաբար եթե դու այսօր գնաս, ասենք, գերփոքր ձեռնարկությանը հարցնես, այդ հարցումների հիման վրա ինչ որ մի հատ հաշվետվություն կազմես, բնականաբար այդ ոչ մեկ չի ասելու ես չեմ հասկանում խնդիրը կամ ես փորձ, կարող է ինչ որ մեկը ասի փորձ չունեմ։ Բայց մեծ մասնասիրեն փող չկա։ Դա ըստիս արհեստական գեր կարևորած խնդիր է, այսինքն իր նշանակությունը մի քիչ բարձրացրած խնդիր է, թեև եթե մենք գնանք այդ խնդրի իրական մասին, հա, այնտեղ որտեղ իրականում իրոք մարդկային ռեսուրսը կա եւ կապիտալը ճիշտ չի խառնված իրան, մի քիչ ավելի շատ կապիտալ պետք է խառնես, որ ճիշտ ռեցեպտով ինքը գնա առաջ։ Ես հասկանում եմ, բայց դες հիմա չեմ ուզում վիճեմ։ Ինչու, որովհետեւ ես հղվում եմ փաստաթղթի, որը համաձայն եմ կարող ասենք նույն այդ ինքդ էլ գիտես էլ այդ սոցիալական հարցումները։ Ես իմ ելնելով ասում եմ, եթե 10 ձեռնարկատերի հարցնես, ինչ խնդիր ունես, բոլորն ասել են փող տու։ Հա, չէ, հասկանում եմ, որ ասենք կարա ինքը այդ հարցումի պայմանական եմ ասում։ Տես ասենք նաև քո խոսքում նշեցիր պետական հատվածն էլ
ասում է, չէ, այդքան բիզնես իդեա չկա եւ այլն, հա։ Ես վերջերս էլի տենց ներդրումային մի հատ ֆոնդի հետ էի խոսում, որ ասի նույն մեր ասոցիացիային անցած տարի կարիքների գնահատում էինք անում, տենց հարցաթերթ էինք ուղարկել, էլի առաջ տեղում բաներ, ֆինանսների հասանելիություններ, երկրորդը հարկային օրենսդրություն եւ այլն, համարյա մոտիկ էր ինչ որ համաշխարհային բանկը ավելի մեծ ռեսուրսով էր արել, մենք ավելի փոքր զում արած էլի, հա։ Ինքը զարմացավ, ասում եմ ոնց, ասում եմ որովհետեւ այդ, ասում եմ լավ, արի չվիճենք, հիմա նույնն էլ եմ ասում։ Այդ ներդրումային ֆոնդը, հա։ Հա, ասե արի չվիճենք, որովհետեւ բան է, էլի, մեզ հիմա պետք է մենք ֆրայինք, օրինակ ժամանակին կարելի է այդ ՓՄԶԶ-ը, որը բարբերաբար էր անում այդ հարցումները, ճիշտ է, բաներ կան, որ էլի եմ կրկնում, այնտեղ տենց լավ հղկված չէր, հələ կարիք ուներ լավացնելու, բայց ինքը այն դաշտային աշխատանք կատարողներ, մարզային հիմնարկների ու բաների, որոնք նաև տարս են։ Հիմա նույն պետական մարմինները, որ ասում են չկա լավ գաղափար, սա, ասում եմ, всё плохо, ասած ինչ որ անընդհատ բան է, որ ֆորմաս մս օքեյ, ինձ կտաս թուղթ, որտեղից ես վերցրել, որ չկա։ Այսինքն փորձեմ մի հատ կարճ այն հարցի պատասխանը ավարտեմ, մի հատ էլ ակնարկանը, մեր այդ բանին, որ դա քո ասածն իրավունք ունի, կյանքի իրավունք ունի։ Իմ ասածն է, բայց որպեսզի մենք օրինակ բան չանենք, օրինակ քո շրջապատում հանդիպած բաներում կարողա դու հանդիպել ես 20 հոգու, որոնցից 10-ի ասած իդեան ոչ մի բանի պետք չէր կամ հակառակը 18-ի ասած, ու տենց բան ես արել, իրավունք ունես։ Դրա համար քեզ գալիս է պետական ինստիտուտը, ասում է, հեսա եղբայր, ես անկեղծ հարցում եմ արել, գնահատել եմ, որովհետև նաև այդ ձեր ասած 17 տարեկան երիտասարդի ասածը, որ դա կենսունակ է, կարա կենսունակ լինի, կենսունակ է Հայաստանի համար, կենսունակ է ձեր ասած Կապանի համար եւ այլն, հա, այդ պետք է գնահատական տալ ու նոր ասել, տես կա, որ այս տղուն, չգիտեմ, 10 միլիոն դրամ առանց գրավի վարկ տայինք 5 տարով ինքը կարար աշխատեր, հա, բան է արցել։ Ստեղ նայն Կարողացա ասել, այսինքն պետական թուղթն է այստեղ գալի քեզ բարիշացնում էլի, ով է մեզնից ճիշտ։ Կարծում եմ, որ պետական թուղթը միշտ էլ լինելու է ընդհանրական, ինքը չի կարա բոլոր երևույթներին անդրադառնա, կամ էլ պետքա ու միշտ էլ իրականությունը ավելի առաջ է, ավելի հարուստ է, ավելի շատ երանգներ ունի, դրա համար եմ ես անդադ ասում, դիմերը էս մեկը, ինչու, որովհետև դու չես կարա մի սուբյեկտով այդ բոլոր խնդիրները ծածկես։ Թիմը իր դերակատարումը պետք է ունենա, ինչ որ ասոցիացիան իր դերակատարումը պետք է ունենա։ Այսինքն այդտեղ մեծ զարգացած ոնց ասեմ, կլաստեր կամ ենթակառուցվածք պետք է լինի։ Ինքը ՓՄԶ աջակցության համակարգը չի կարա միահեծան լինի։ Ինքը պետք է ենթակառուցվածք լինի զարգացած, շատ հարուստ։ Իր ներսի հակակշիռներով, իր ներսի հակադրություններով, հակասություններով եւ ամեն իտերացիայով պետքա ինքը ինչ որ product ծանի ձևավորի։ Ամեն յուրաքանչյուր հաջորդ իտերացիայով ինքը պետքա ավելի լավ product տա։ Հիմա ես երբ որ ասում եի բիզնես իդեաների տեսանկյունից, ես ասում եի ավելի խոշոր մակարդակով, ասենք օրինակ, չգիտեմ, գալիս է ինչ որ մի հատ ասիական զարգացման բակ եւ ասում եմ ես պատրաստ եմ մոտակա տարիներին $100 միլիոն ներդնել ձեր ինչ որ ու պետությունը ինչ ասում, ասում ինքը հասկանում է, որ չունի ինչ որ մի հատ խողովակաշար, որը որ ամեն տարի մի հատ լավն ենթակառուցվածքային կամ խոշոր ինչ որ մի հատ մեծ ծրագիր է դնում սեղանին եւ ասում, ահա այս է մոտակա ֆիլտրած, մակրագրած, հա։ Այդ համակարգը չի աշխատում։ Կարող ուրիշ բառերով են ասում bankable ծրագիր չունենք, այս չունենք, ինչ չունենք։ Դա մի երևույթ։ Երկրորդը, երբ որ մենք խոսում ենք ֆինանսների հասանելիության մասին, ի վերջո ձեռնարկատիրություն եւ ֆինանսների հասանելիություն, դրանք տարբեր գաղափարներ են, որտեղ բիզնեսի մեջ մարդը դնում է ամեն ինչ, իր ժամանակը, իր գիտելիքը, իր ամբողջ ռեսուրսը, իր գումարը նաև։ Հայաստանում դեռ ցավոք սրտի առ այսօր ֆինանսների հասանելիություն եւ բանկ եւ վարկ դա, այսպես ասած, նույնականացված երևույթներ են։ Մինչդեռ բանկային համակարգը իր առողջապահություններ ունի, իր խնդիրներ ունի, ինքը ավանդատուների շահեր պետք է պաշտպանի եւ այլ շատ բաներ կարանք ասենք։ Այսինքն մեր մոտ կապիտալի շուկան որպես այդպեսին դեռ չի եկել հասել, ինքը դեռ գիտեք ոնց որ ասենք դու պայմանական ասած դուք ունենք մի հատ մեծ մարմին, որը, չգիտեմ, 2 մետրանոց է եւ կարճ վերմակ, ասենք, այդ մի մետրը ծածկել ենք, այն մյուս մի մետրը մենք չենք ծածկել։ Իսկ այն մյուս մի մետրը ամենակարևորն է, ինչու, որովհետեւ ռիսկային գաղափարների վրա դու պետքա դնես ավելի ռիսկային գումարներ, դու պետքա պատրաստ ես այդ գումարների մի մասը կորցնել, ոնց որ վենչուրային ֆոնդերից խոսեցի, իրենք նոր են ձևավորում։ Բայց իրենք կոնկրետ ոլորտներում են, IT կամ այլ դրսում իրականացվող ծրագրեր, մեր ներսում դեռ մենք չենք հասել ձևավորված, այսպես ասած, էկոսիստեմայի
որոշակի նախադրյալներ կան ու իրենք լավն են, շատ դրական են, պետությունն էլ քայլեր է իրականացրել, օրինակ մենք վերջերս պարտատոմսեր ենք թողարկել, հա։ Հիմա պետական աջակցության ծրագիր է։ Մենք տեսել ենք այդ պետական աջակցության ծրագիրը կոնկրետ էական զգալի աջակցություն եւ ասել ենք, ահա, ուրեմն մենք պետք է մենք գնանք մեր ջանքերը, գնանք արտաքին աուդիտ անցնենք, այս անենք եւ այլ հրապարակային առաջին հրապարակային ընկերությունն ենք մեր ոլորտի, հա։ Մենք գնացել ենք այդ քայլին։ Դա իմ համար եղել է երազանք 17-18 թվին, բայց ես նոր 20-24 թվին եմ հասել դրան։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, այսինքն կան այդ ցակուցրիվ ինչ որ բաներ, որ միգուցե 1-2 տարվա կտրվածքով կտասված ավելի արագ կձևավորեն այն շուկան, այն էկոսիստեման, որը թույլ կտա զուգահեռաբար եւ կամպանցի երիտասարդին, որ ուզում է ինչ-որ մի հատ միկրոձեռնարկություն բացել եւ միգուցե վանաձորցի մեկ այլ երիտասարդի, որ ասում է ես գլոբալ ինչ-որ մի հատ տրեյդինգ պլատֆորմա եմ ձևավորում եւ ասենք համաշխարհային առնելու դա ամեն մեկին ստանալ իր բաղադրատոմսը, իր ռեսուրսը։ Շատ լավ, ես ոլորտից մի հատ կարճ հարց տամ ու անցնենք այն մեր մյուս կարևոր երիտասարդներից ենք խոսում, ես ուզում ասեմ, որ տարեց մարդիկ էլ նույնպես կարող են ձեռնարկություն սկսել եւ պետք է սկսեն։ Հա, ես այդ քիչ առաջ որ ասացի, ես անընդհատ որ ինձ տենց ասում են կին ձեռներեցություն կամ երիտասարդ։ Ես տենց միշտ ասում եմ Աստծո սիրուն գոնե այդ հանգիստ թողեք, որտեվ ձեռներեցության իմ համար ընկալման այդտեղ ամենակարևորը լավ բանն է, մրցունակ բիզնես իդեան է ու ամենադժվար խնդրեմը, որ էլի խոսում ենք իրականացնողները, այսինքն դերակատարները, էլի։ Ուտեղ արդեն սեր տարիք բան ազգություն չի ճանաչում։ Հայկ ես եթե սխալվում եմ ինձ ուղեք խնդրում եմ, էլի, ձեր ոլորտային ես հիշում եմ մոտավորապես 4 միլիարդ, հա, տենց 41 միլիարդ հարկեր գեներացվել ու տեղ էլի ուրախանալով եմ ասում առողջի բաժինը ձեր ընկերությանն էր, Շտիգեն ընկերությանն էր։ Այդտեղ ինչ որ բանի խնդիր կա, բալանսի, թե դուք ավելի, այսպես ասած, կարողացել եք ոլորտում ավելի մեծ տորթի կտորը վերցնել, ոնց է դա։ Դե իրականում մենք սկսել ենք ոլորտ ենք մտել ավելի վաղ էտապից եւ ինչ որ իմաստով ավելի շուտ սկսել է ավելի մեծ առավելություններ տալիս, բայց դե արդեն 16 թվականից երբ որ օրենսդրությունը փոփոխվեց եւ արևային էլեկտրակայանների ոլորտը սկսեց ձևավորվել, դրանից այս կողմ անցյալ փաստորեն 8 տարվա ընթացքում ինտենսիվ զարգացում տեղի ունեցավ, պետական աջակցության մի շարք ծրագրեր մշակվեցին եւ դա նպաստեց ոլորտում խաղացողների մուտքին, ՊԵԿ-ի հաշվետվությունների համաձայն ոլորտում խաղում է 70 ընկերություն, գումարային 4.1 միլիարդ 24 թվին վճարվել է դրամ այդքան հարկային մուտքեր, որից 1.44 միլիարդը Շտիգեն ընկերությունն է վճարել։ Միայն Շտիգեն ընկերությունը, այսինքն 70-ից մեկը վճարել է մենակ 1.2 5% մոտավորապես։ Երբ որ մենք համադրում ենք դա ոլորտում մեր կշռի հետ, այսինքն այդ վաճառքների ծավալ եւ այլ, մենք տեսնում ենք անհամաչափություն, որը մտահոգիչ է։ Հա։ Մեր գնահատականները։ Այսինքն իմ ասածը չի, դուք տորթի կտորը չեք մեծ վերցրել, որ հարկնել է։ Այս պահի դրությամբ մենք ավելի փոքր կշիռ ունենք, քան 35%, այսինքն մենք 15, միգուցե պլյուս-մինուս 1-2%, այդքան կշիռ ենք ունեցել 24 թվին։ Ցավոք սրտի այտենց բաց վիճակագրություն չկա, բայց նայում ես կշիռները գնահատում ես, մոտավորապես հասկանում ես, որ այդքան է, եւ դա ստեղծում է մի շարք ենթադրություններ, որոնք մտահոգիչ են, այսինքն մենք հասկանում ենք, որ ընդ որում երբ որ մենք նայում ենք այդ հրապարակված 5 խաղացողների գումարային հարկերը 3.7 միլիարդ է գալիս, այսինքն ստացվում է, որ 65 ընկերություն վճարում է մոտավորապես 400 միլիոնի կարգի թիվ։ Նույն ձևի գերփոքր եւ միգուցե միջին ընկերություններ են, միգուցե տարվա մի մասն են աշխատում, միգուցե այլ ինչ որ գործունեություններ են, բայց այստեղ մտահոգիչ է հանգամանքն, որ մենք տեսնում ենք, որ եւ որակի հարցեր առաջանում, թե ինչպես են իրենք ծառայություններ մատուցում, բնականաբար դա հարվածում է ոլորտը ձևավորող ընկերությունների վրա եւ ենթադրություններ են առաջանում, որ միգուցե ստվերային ինչ որ բան կա, հա, չեմ կարող պնդել, բայց մենք հասկանում ենք, որ եթե նման անհամաչափություններ կան, բնականաբար արդեն առաջանում է ոլորտում ինչ որ ասոցիացիա ձևավորելու մտքեր, խոսում ենք հիմա ոլորտի ակտիվ խաղացողների հետ ու ամենևին էլ մենք չենք ուզում, այսպես ասած, խոշորացման կոնցենտրացիաների դրա մասին չի խոսքը նրա մասին է, որ ի վերջո սպառողի նկատմամբ մեր հանձնառությունը, մեր խոստումը պետքա մենք կարողանանք պահել եւ ոլորտ, այսպես ասած, չփչացնել, հա, որտեվ
դուժած հաճախորդները, դժգոհ հաճախորդները բոլորի մասին են խոսում թե մեկի։ Շատ լավ, մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց ես կուզենայի մի հատ կարևոր նշում էի արել, նաև ձեր այս վերջերս կարող է ուրիշներն էլ են խոսում, բայց ձեզանից եմ լսել այդ կորպորատիվ պատասխանատվության այդ այս փուլում ասեմ թեզիսի ու էլի ձեզ հետ բերեմ դեպի բան գերփոքր բիզնես էլի ես տենց ընդհանուր գծերով հասկանում եմ ինչ թեզիս եք դրել սեղանին որը մանավանդ մեր երկրի ու հաշվի առնելով մեր երկրի այս պահին ինչ վիճակում է ինքը գտնվում ես կարծում եմ առավել քան ինքը արդիական ու կարևոր թեմա է որ ես այդ զուգահեռները տանում եմ քաղաքացու ինստիտուտի ու բիզնեսի, այսինքն քաղաքացու ինստիտուտում դա դեռ 3-4 էր դա պետք, որ ինքը ոնց որ քաղաքացու պատասխանատվություն, քաղաքացիական պատասխանատվություն, սա էլ ոնց որ բիզնեսի, այսպես ասած, քաղաքացիական պատասխանատվության կտորն է։ Ես այդ համաձայն եմ, որ այո, բիզնեսը բացի զուտ բիզնես անելուց, հարկեր վճարելուց եւ այլն, նաեւ պետք է ունենա պատասխանատվություն երկրի։ Բայց մի քիչ տենց փորձեմ բանով նայել, էլի քրիտիկայով նայել, բայց սա ավելի շատ տենց պետքա լինի սկզբից ազգային պետություն, ազգային գաղափարախոսություն եւ դրանից բխի նաեւ էս, որովհետեւ բիզնեսը ի վերջո շահույթն ու մեծամասամբ շահույթ ստանալու նպատակով ստեղծված միավոր է, հա, որին դու նաեւ պետական քաղաքականությամբ չէ պետքա ուղղորդես կամ հակառակը աջակցես, որ ինքը նաեւ ունենա այդ պատասխանատվությունը բանի հարցն եմ ասում էլի սկզբից մի քիչ հավի ձվի պատմություն հա հենց այդ է ուզում բերեի օրինակ չնայած վերջերս վախում եմ այդ օրինակը բերեմ որտեղ մի հատ հոդված կարդացի որ ոնց որ թե ի վերջո ապացուցել են որ ձուն ա եղել սկզբից չգիտեմ ամեն դեպքում լոգիկան հասկացաք ամեն ինչն ա եղել հա հիմա նայեք ես չեմ կարծում որ դատարկ տեղում կարող է ձևավորվել ազգային պետություն հենց այնպես դա չի լինում պետությունները ինչքան իմ գիտելիքները ներում են ձևավորվում են կամ արտաքին որոշակի ազդեցությունների ներքո որոշակի ռեժիմներ մոդելներ հա դրան մենք կոչվում ենք արհեստական պետություններ օրինակներ չբերեմ կարծում ամեն մեկը կարա իր համար պատկերացնի եւ կամ ներքին ինչ որ պոտենցիալի իրագործման արդյունքում ներքին պոտենցիալը հենց այդ ազգային պոտենցիալն է ազգային պոտենցիալը բիզնեսում քաղաքացիական ոլորտում այլ ոլորտներում ի վերջո բերում է գլոբալ ինչ-որ համաձայնության, որ մենք SSS հարցերում համաձայն ենք եւ ձևավորում ենք պետություն եւ այլ եւ այլ։ Այդ պետության քաղաքականությունը գործիքակազմը այսպեսին է։ Այլ մոդել ես չգիտեմ։ Բիզնեսը երբ որ մենք sense ինչ որ իմաստով ֆետիշացնում ենք, ասում ենք ինքը եկամուտ ստեղծել եւ վերջ։ Իմաստն ունի։ Ես ինչքան մտածում եմ, այնքան հասկանում եմ, որ այդ եկամուտ ստեղծելու ձևերը այս կամ այն ազգի մտածողությունից ծնված ձևերն են եթե մենք գործում ենք լիբերալ մտածողության դաշտում դա էլ որոշակի տեղ որոշակի ազգային մտածողությունից ծնված գաղափարախոսություն է որը հաջողել է այդ համակարգին, այդ սուբյեկտին տարածել որոշակի, չգիտեմ, աշխարհով մեկ կամ ինչ-որ տարածաշրջաններում, եւ որը իր համար բիզնես վարելու ամենաբարենպաստ ռեժիմն է։ Ուստի արտահայտում է իր ազգային մտածողությունը եւ թույլ է տալիս իրեն էքսպանսիա անել այդ տարածաշրջաններում։ Մեզ թվում է թե մենք sense այսպես ազատ շուկա եւ այլ արդար մրցակցություն եւ այլ իրականությունը տես չի կյանքի եւ ոնց ռեսուրսների համար պայքարը միշտ եղել է միշտ շարունակվում է ոչ լիբերալ ոչ ավտորիտար որևէ համակարգ չի հրաժարվում այդ պայքարից բոլորը պայքարում են աշխարհի լիբերալ ամեն լիբերալ տնտեսություններից մեկը այսօր պայմանագրեր է կնքում Ուկրաինայի հանածո հազվագյուտ մեծ պաշարներով ռեսուրսները որոշակի ձևով տիրանալու եւ շահագործելու համար չէ։ Նու մենակ այդ չի օրինակը, մանավանդ հա, այս վերջերս շատ է։ Ոստի ասել որ դե մենք պետքա, գիտեք, աբստրահվենք այդ երևույթներից եւ ինչ որ անհասկանալի իմ համար անհոտ, անհամ եւ անբովանդակ միջավայրում բիզնես վարենք, ես դա չեմ հասկանում։ Ես հասկանում եմ, որ մենք ունենք մեր ազգային արժե համակարգը, որի մեջ լիքը խնդիրներ կա, թերություններ կա եւ այլ։ Մենք ունենք մեր պատմությունը, մեր ավանդույթները, մեր ստեղծած աշխարհին տվածը եւ մենք համարում ենք որ մենք կառուցել ենք չգիտեմ կայսրություններում երկրորդ դերերում ինչ որ միտեղ
ինչ ենք մշակել, իրավահամակարգ ենք մշակել, ինչ որ միտեղ այբուբեն ենք մշակել, ինչ որ միտեղ չգիտեմ, ինչ ենք կառուցել, հա, ճարտարապետն ենք եղել, ենք եղել ենք, այդ ամեն ինչ ունեցել ենք։ Բայց չեմ ուզում ասեմ դա եղել է կամ չի եղել, դրա մասին չեմ խոսում։ Ես ասում եմ, որ մենք այնուամենայնիվ որպես երևույթ անհամ անհոտ անգույն չենք։ Այդ համը հոտը գույնը պետք է հաշվի առնել, երբ որ դու սարքում ես ինչ-որ մի բան։ Ես չեմ կարող Հակոբ ջան քո հակով չձևած շորը բերեմ ասեմ հակի այդ բանը սպորտային համազգեստը եւ արի ինձ իմ հակով կարածի բարագայում իմ չգիտեմ կներես բոթասները ինձ ավելի թույլ տալիս ավելի արագ վազել եւ արի մրցենք։ Հասկանում ես, երբ որ մենք ասում ենք ես կարող եմ սխալ բաներ ասեմ, բայց ժողովրդավարությունն էլ ինչ որ մի համակարգա ձևավորված չէ։ Մենք ասում ենք մենք ժողովրդավար ենք, օքեյ, եթե ժողովրդավար ենք, եկեք դա մեր բիզնեսի մեջ դնենք։ Եթե ժողովրդավար ենք, նշանակա կորպորատիվ արժեքներ, կորպորատիվ կառավարման սկզբունքներ մեր մոտ պետքա գործի, բայց չի գործում, չէ՞։ Այնուամենայնիվ համաձայնում ես այդ մտքի հետ, որ քանի տեղագործում կորպորատիվ կառավարման հստակ։ Հա, կորպորատիվ կառավարման դա էլ հա մի հատ առանձին կտոր է, ինքը այս վերջերս կարծեմ տենց ինչ-որ փաստաթղթել ընդունվեց, չէ՞, կառավարության։ Հիմա փաստաթղթերն ընդունելով չի վերջ։ Հա, ճիշտ է։ Բայց այնուամենայնիվ այդ լրիվ էս քո վերջին ասած թեզիսների հետ համաձայն եմ, որ բայց դա պետքա լինի սկզբից այդ էլի եմ կրկնում ազգային գաղափարախոսության ու բանից ու բխի նաև բիզնեսի այս կտորը։ Հիմա այդ համեմատությունները շատ լավներ է, այսինքն մենք ինչ որ դրսից լիքը բաներ, ցավոք սրտի լավ թե վատ, տարիների ընթացքում ինչ որ բաներ ենք copy paste-եր արել, ինչ որ բաներ, կարգավորումներ եւ այլն, ու հիմա դա շատ հախուռն է, ու դրա համար բերել է նաեւ այն նրան, որ այսօր Հայկ Շեկյանն ասում է, ասենք ինչ որ բաներ նայում եմ, ոնց որ համ հոտ գույն, սա խառնվել է իրար, էլի, ասենք ինչ որ ու դու սկսում ես շատ լավ դու այդ քո իմպերիան է քո ընկերությունն ու կամ ընկերությունների խումբը փորձում ես այդտեղ անընդհատ ինչ-որ բան անել, հա նաև ինչ-որ մշակույթ մտցնել, չէ, բայց ուզես թե չուզես դու այդտեղ կաթիլ ես ծովում, էլի, այսինքն մեծ հաշվով։ Այո, ինքը ազդեցություն ունենում է, ես տենց ընկերություններ օրինակ գիտեմ, որոնք ցավոք սրտի նաև այդ իրանց բիզնես կտորը դրա պատճառով կոմերցիայի են, որ ասում է շահույթի կտորը դրա պատճառով սկսել է նվազել, որտեղ ինքը սկսել է իր շահույթից դնել բանի վրա, էլի, ազգայինի, ասենք աշխատողի բաների կրթելու, սկսած հայկական բառեր սովորացնել եւ այլն, որ ընդհանրապես կապ չունի իր բիզնեսի հետ, բայց մոտեցումը, որ ինքը անում է, այդ շատ դժվար է։ Ես ամենևին դա չէի ասում, դա նկատի չունեի, ես ասում եմ, որ ազգային բանը, կորպորատիվ ազգային պատասխանատվություն կատեգորիան, դա իմունիտետի պես մի բան է։ Երբ որ դու փորձում ես մոտենալ այդ կատեգորիային որպես ծախս, եւ ասում ես ավելի շատ պետք է դնեմ ստեղ եւ այլ, այո, անշուշտ դու ավելի խոցելի ես դառնում։ Բայց երբ որ դու դա դիտարկում ես որպես քո իմունիտետի մի մասը եւ հաշվի ես առնում այն ազգային մտածողությունը, ազգային արժեքները եւ այլ հավասար պայմաններում դու որոշումներ ես կայացնում հաշվի առնելով այդ երևույթները, դու ավելի շահեկան դիրքում ես քեզ։ Ավելի մրցունակ ես նույնիսկ դարձնում ավելի մրցունակ ես դառնում։ Ես կարող եմ օրինակ մենք սենց ենք, չէ, հայերով մտածում, ասում ենք այս մարդը իմ դուրս չի գալիս, ես իր այդ գործ չեմ ուզում ունենալ։ Իսկ թուրքը կամ ռուսը ո՞նց է մտածում այդ բանում։ Օրինակ ես նկատել եմ թուրքերի մտածողության մեջ, ինքը երբ որ տեսնում է ինչ որ մեկի այդ խնդիր ունի, ինքը ձգտում է այդ խնդիրը ավելի շուտ լուծել։ Ինքը ագրեսիայով կամ հակառակը դիվանագիտությամբ լուծում է։ Այդ երկու գործիք ունի ինքը։ Բայց լուծում է։ Իր ասպարեզը մեծացնում է, ընդլայնում է։ Իսկ մենք հակառակը կրճատում ենք մեր ասպարեզը, ասում ենք, «Էս այմ համար հարմար չէ այս մարդը, այս մեկի հետ ճիշտ ասած իր մասին վատ բաներ էին ասում, ինչ որ չեմ ուզում իր հետ թաթախվեմ գործեմ»։ Դա մեր մտածողության դեֆեկտներից է։ Հիմա եթե ես այդ մտածողության դեֆեկտները հաշվի առնելով օր առաջ հասկանամ, որ իմ մրցակից Պողոսի հետ ես ավելի լավ գնամ երկխոսություն գտնեմ եւ ասեմ, եղբայր, մենք Հայաստանում կարծես թե վատ հաջողությունների չենք հասել։ Արի մենք մտածենք տարածաշրջանում համագործակցենք, աշխատանքի բաժանում անենք։ Դա կարա դիտարկվի որպես կներեք հակամրցակցային, այսպես ասած, ինչ են ասում, հա, պայմանավորվածություն, բայց աշխարհը տենց է զարգացել, կներեք։ Երբ որ տարբեր օրինակներ կարելի է բերել, շատ, հա։ Հիմա էլ է տենց, հիմա էլ որ նայում ենք երկրների մասշտաբով տանդեմներ են սարքում, ու ձև են տալիս, որ դա ինքնուրույն է, ինքնաբուխ է եղել, բայց հիմա եթե ես ասեմ կորպորատիվ ազգային պատասխանատվության տարա արդյոք դա թե չէ, ես կարծում եմ այո տարա։ Մանավանդ այդտեղ մենք մեծ ռեսուրս ունենք, կհամաձայնեք երևի, նաև Սփյուռքում գտնվող մեր հայ գործարարներն, որոնց հետ մեր Սփյուռքը բաժանված է, տրամված է։
Գիտեմ, Ռուսաստանի հայը համարում է, որ ինքը Ամերիկայի հայի հետ ինչ որ ընդհանուր բան չունի, Ֆրանսիային այն մեկի հետ է, մեկը էս մեկի հետ, էս մեկը, այսինքն մենք պետք է կարողանանք հասկանալ ընդհանրականը եւ այդ ընդհանրական կորիզի շուրջ կառուցել ինչ որ մի բան ու հենց որ դու սկսում ես պատասխանատվություն եւ բարեգործություն միանմանացնել իրար, հա, այդտեղ կորցնում ես միանգամից։ Բարեգործությունը, կներեք, դա այնտեղ որտեղ որ բարեգործությունը կարելի է համադրել, համամատել նարկոտիկի հետ, ես դա չարիք եմ համարում։ Իսկ մենք օրինակ Արցախի օրինակը վառ ապացույցն է դրա, չէ՞։ Մենք այնքան բարեգործություն արեցինք, որ այնտեղ ընդհանրապես իմունիտետը կորավ մարդկանց դիմադրողականությունը հենց իրենց ներքին չարիքի դեմ։ Ես չեմ խոսում Ադրբեջան բան դրա մասին չեմ խոսում։ Մենք բացահայտել ենք այդ երևույթը։ Մենք հասկացել ենք, որ այնտեղ կար մոնոպոլիաներ, այնտեղ կար իր ներքին մաֆիան, որ Հայաստանից արցախցիներին ասոցիացնում են այնտեղի ներքին մաֆիայի հետ, բայց այն խեղճ ու կրակ ժողովրդի հետ չէին ասոցիացնում, չէ՞։ Այսինքն լիքը խնդիրներ մեր մոտ տեղա չէ առաջացել հանրային դաշտում։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, այդ բարեգործությունը եկեք այնպես անենք, բարի գործեր անենք, բայց ոչ նվիրաբերենք ինչ որ մի բաներ, այդ մարդկանց սովորեցնենք այդ նվիրատվություններին։ Շատ լավ, եկեք այս ասում դրական բանի ցանկությունների ու իղձերի տոնայնությամբ ավարտենք, որտեղ բայց էլի հարցեր իմ մոտ առաջանում, բայց հասկանում որ եթերային ժամանակը ունի իր սահմանափակումներն ու կանոնները։ Ձեզանից Հայկ ջան, էլի ասում խոստում կորզելով որ եւս մեկ անգամ մեզ հյուր կգաք, մի քիչ ավելի այս թեմայով խոսենք, որտեղ ինձ թվում է այս թեման պետք է մի քիչ ավելի շատ խոսել, առնվազն էլի գոնե այդ փուլում ու նաև այդ խոսելու ընթացքում ինձ թվում է նաև նոր իդեաներ կգան, թե ինչպես դա կարգավորումներով ու բաներով առաջ տանել։ Շնորհակալ եմ Դավիթ։ Ես եմ շնորհակալ։ Դուք սկսեցինք, դուք ավարտեցիք։ Այսքանն էր, լավ եղեք։